սկսենք 18 թվականից։ Ես համարում եմ, որ այնուամենայնիվ նախորդ իշխանությունների կառավարման արդյունքում ստեղծվեց իրավիճակ, որտեղ ժողովուրդը իսկապես հոգնել էր, եւ ժողովուրդը ամեն անգամ ապացուցում է, որ ինքը չի ուզում վերադարձ նախորդ իշխանությունների։ Համենայն դեպս այն ինչ որ մենք տեսնում ենք Ճիշտ է, ես էլ այդ հարցումներին տենց մեծ վստահություն չունեմ, որտեղ բոլորն էլ ունեն իրենց տենց հետաքրքիր ելևէջները եւ տողատակերը կամ պատվիրված լինել, բայց բոլոր դեպքերում շրջապատում հոշոփվում ենք, հասկանում ենք։ Լավ 21 թվականի ընտրությունները մեզ պիտի բոլորիս համար դաս լիներ, հասկանալու, որ դա հետևանք է։ Այսինքն ինձ համար 18 թվականի տեղի ունեցածը ժողովրդի արածը հեղափոխություն էր։ Այ ինչ արեցին հետո այս սրիկաները, որ եկան ու ինչ ասեմ յուրացրեցին, իրանցով արեցին այս այն ինչ որ ուզում էր անել ժողովուրդը, այն խոստումները, որոնք տվեցին ու չարեցին, դա լրիվ ուրիշ պատմության մասին է։ Այսինքն մեղքը բարթել ժողովրդի վրա, որ դուք բերեցիք։ Ժողովուրդը դեռ մեղք չունի, ժողովրդի մասին։ Հիմա ժողովուրդը ակնկալում էր փոփոխություններ, որտեղ այնց մա քայլ արա մերժի Սերժին, չէր վերաբերվում Սերժին, վերաբերվում էր ընդհանուր համակարգին, որից մարդիկ դժգոհ էին։